Լույսը բարի է, օրը բարի է բոլորիս համար, լավ օր բոլորիս, Տերը օրհնի ձեր ընթացքը, ձեր ապագան։ Կարդում եմ Եսայի մարգարեություն 62-րդ գլուխ 10 խոսքից։ Անցեք դռներիցը, պատրաստեցեք ժողովրդի ճանապարհը, ուղեցեք ուղին, քարերը միջիցը հանեցեք, դրոշակ բարձացեք ազգերի համար։ Ահա Տերը լսել տվել մինչև երկրի ծայրը, ասեցեք Սիոնի աղջկանը, ահա քո փրկիչը գալիս է, ահա նրա վարձքը նրա հետն է, եւ նրա հատուցումը նրա առաջին, եւ նրանց պիտի ասեն սուրբ ժողովուրդ, Տիրոջ փրկվածներ, եւ քեզ պիտի կոչեն ուզված, չթողված քաղաք։ Ամեն հրաշալի Տիրոջ խոսքին, սա մարգարեական խոսք է, ուզենք մի օր կատարվելու է, սիրելիներս, Տերը ետ է վերադառնալու ու հատուցելու է ամեն մեկիս իր գործի համեմատ, եւ այստեղ խոսում է, որ մենք գործ ունենք անելու, մենք պիտի Տիրոջ ճանապարհը պատրաստ լինենք, քարոզենք ավետարանը, դրոշակ բարձրացնենք, մեր գործը անենք, սիրելիներս, մենք կանչված ենք այս երկրի վրա ինչ որ բան անելու, Տիրոջը ճանապարհը պատրաստելու համար հատկապես։ Եկեք անենք սա, եկեք չհապաղենք, թող ամեն մեկը ինչ որ բան անի, որ Տերը գա եւ վարձ տա, սպասենք այդ վարձքի հատուցմանը, ինչպես գրված է Աբրահամի, Մովսեսի, հավատքի մարդկանց համար։ Լավ օր եմ մաղթում ձեզ, այսօր ինչ որ բան անենք Աստծո արքայության համար։ Տերը օրհնի ձեզ։